Ապարանից ոչ հեռու Քասախի կիրճը Աստվածընկալի ձոր են կոչում։ Այստեղ ամեն քար մի խորհրդավոր պատմություն ունի։ Կիրճում երկու սրբավայր կա՝ Սուրբ Աստվածածինն ու Սուրբ Նշանը։ Երբ մի բարերար սկսեց կառուցել առաջինը, պետությունը ստանձնեց երկրորդի վերակառուցումը։ Սուրբ Աստվածածինը կարմիր տուֆից փոքրիկ մատուռ է։ Տիկին Անգինը հսկում է տարածքն ու այցելուներին պատմում մատուռի ծննդյան խորհրդավոր պատմությունը։ Տարիներ առաջ Երնջատապ գյուղից մի կին երազ էր տեսել։ Խորհրդավոր ձայնը նրան ասել էր, որ Աստվածընկալի ձորում երկաթե գմբեթով մատուռի մոտ խաչքար է թաղված։ Ինքն էլ իրան երեխաներին մեկ էլ երկու հոգի իրանց բարեկամներից եկել է քանդելա մի քանի մետր, հետո տեսել է իրոք որ խաչքար ասա։ Խորհրդավոր խաչքարը, որի տարիքը ոչ ոք չգիտի, այժմ մատուռի բակում է, իսկ հին կառույցից միայն երկաթե գմբեթն է մնացել։ Խաչքարը գտնելուց հետո երազում այն տեսած կնոջ հարուստ բարեկամը նոր մատուռ է կառուցել, տարածքը ցանկապատել ու բարեկարգել։ Զբոսաշրջիկներ այստեղ հաճախ են գալիս, ասում է տիկին Անգինը, ավելի հաճախ երազի շնորհիվ հարություն առած խաչքարը տեսնելու։ Գալիս են հետաքրքրվում են, տուրիստներ են գալի, հարցնում են, որ դարից է, երբ է կառուցել, ով է կառուցել։ Սուրբ Աստվածածնից պարզ երևում է բլրի վրա կառուցված Աստվածընկալ Սուրբ Նշան եկեղեցին, ավելի ճիշտ փայտե ամրակները, որոնք տարիներ շարունակ գրկում են դարավոր քարերը։ Ժամանակին սա վանական համալիր էր, պատմական Նիկ գավառի կենտրոնական հատվածում։ 4-րդ դարում գավառի այն ժամանակվա տերերը գնդունիները կառուցել են միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցին, որից այսօր միայն քանդված պատերն են մնացել։ Ասում են, այստեղ ժամանակին պահվել է Պարսկաստանից հետ գրավված Աստվածընկալ Սուրբ խաչը, այն փայտը, որին գամել են Քրիստոսին։ Այդ պատճառով էլ եկեղեցին, ձորն ու հարակից գյուղը Աստվածընկալ են կոչվում։ 4-րդ դարի եկեղեցուն կպած 13-րդ դարում քուրդ իշխան Դավիթ Վաչուտյանն իր տիկնոջ հետ մի նոր եկեղեցի է կառուցել։ Բակում նրանց գերեզմանն է, իսկ եկեղեցու պատերին հիմնադրման պատմությունը։ Խորիշա դուստր Դավիթի կինը Խորիշա հայր անունը։ Դուստրը Մամիկոնյանների տոհմի աղջիկ էր ինքը։ 2006 թվականից եկեղեցին վերակառուցվում է պետական միջոցներով։ Վարազդատ Սարգսյանը շինարարության ժամանակ քարտաշ է, իսկ երբ անելիք չկա, հսկում է եկեղեցու տարածքը։ Մոտավոր գիտի, թե երբ եւ ինչ պայմաններում է եկեղեցին վնասվել։ 1800, չգիտեմ точно որ թվերին Վանի երկրաշարժի ժամանակ գմբետային մասը փլվել է։ Հետո գյուղի Աստվածընկալ գյուղի ժողովրդի աջակցությամբ փուճուր բանեն ծածկեն արե գմբեթի տեղը։ Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնը համալիրի վրա աշխատում է արդեն 7 տարի։ Տարեցտարի եկեղեցու քարերի փոխարեն փայտե ամրակներն են ավելանում։ Հնագույն սրբավայրի նախկին տեսքը վերադարձնելու համար 435 միլիոն դրամ է հարկավոր։ Պետությունն ամեն տարի ընդամենը 10 միլիոն է կարողանում հատկացնել։ Այս տարի շինարարությունը դեռ չեն սկսել, բյուջեն նոր է հաստատվել։ Երբ սկսեն, գմբեթի մանրանկարներն են վերականգնելու։ Այս սյուների վրայից, այս սյուներից, այս բանը կապած է։ Այս սյուների գլխից գլուխ նոր հավաքած է։ Վերակառուցման աշխատանքներն ավարտելու համար հուշարձանների վերականգնման կենտրոնի ղեկավարի խոսքով մոտ 230 միլիոն դրամ էլ դեռ պետք է։ Եթե ֆինանսավորումը շարունակվի այս տեմպերով, 23 տարի հետո Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը լիարժեք տեսք կունենա։ Մեր երկրում անհապաղ վերանորոգման կարիք ունեցող ավելի քան 240,000 նմանատիպ հուշարձան կա։ Պետական բյուջեն անհատակ չէ, հիշեցնում են պատասխանատուները։ Եթե բարերարների ձեռքը Սուրբ Աստվածածնի պես Աստվածընկալ Սուրբ Նշանին էլ հասնի, գուցե ավելի շուտ սև ու հին փայտերի փոխարեն նորացված հին վանքը երևա։ Ցոլնե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։